Խորհրդանշական պայթյուն Սյունիքում Հայաստանի ու Իրանի դրոշների գունային մոտիվներով այսպիսով տրված է Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը։ Մոտ 7,2 կիլոմետր երկարություն, 2 երթևեկելի գոտի անվտանգության, բարձր մակարդակ, լուսավորության, օդափոխման, հրդեհաշիջման ավտոմատ համակարգերով։ Հայաստանի հարավային մարզում շինարարության ոլորտում սահմանվում է նոր նշաձող։ Այսօրվա մեկնարկով Հայաստանում նոր ավելի մեծ շինարարապարակ ունենք, որը պիտի կապի հյուսիս-հարավի կարևոր մի հատված, ապահովի անխոչնդոտ անցում շրջանցելով Մեղրու լեռնանցքը, որը ծովի մակարդակից Հայաստանի ամենաբարձր ճանապարհային հատվածն է, եւ այստեղից հնարավոր կլինի ավելի կարճ ժամանակահատվածում հասնել դեպի Քաջարան քաղաք եւ հետո շարունակել երթևեկությունը դեպի Սիսիան եւ դեպի մայրաքաղաք Երևան։ Թունելը գործող երթուղին կկրճատի 14 կիլոմետրով, երթևեկության արագությունը 50-ի փոխարեն կդառնա ժամում 80 կիլոմետր։ Ներսում ճանապարհը 2 երթևեկելի գոտի կունենա, մայթեր, արտակարգ անգարների համար նախատեսված հատուկ խորություններ, վտանգավոր իրավիճակներում տարհանման ելքեր։ Հայաստանի Հանրապետությունում այս պահին ամենաերկար թունելն է նախատեսվում փորման աշխատանքները մեկնարկել, ընդհանուր լայնությունը շուրջ 11 մետր եւ նախատեսվում է 6 տարվա ընթացքում շինարարական աշխատանքները ավարտել։ Շինարարը Հայաստանում նորեկ չէ, իրանական կազմակերպությունը Հայաստան-Վրաստան սահմանին Բագրատաշենի կամուրջն է կառուցել։ 2024-ից էլ ակտիվ աշխատում է Քաջարանագրակ 32 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհի վրա։ Իրականացվող շինարարությունը բարդ ռելիեֆային տարածքում է ու բավական ծախսատար, այն որ Հայաստանի կառավարությունը հանձն է առել նման դժվար աշխատանք, կառուցում է թունելներ ու կամուրջներ, ինձ համար շատ գնահատելի է։ Այս նախագիծը ազդելու է ոչ միայն ձեր երկրի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների վրա։ Մենք էլ Իրանում ենք լայնածավալ աշխատանքներ կատարում, որ այս երկու ճանապարհները միանան ու խթանեն տնտեսական զարգացմանը։ Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր ճանապարհահատվածում արդեն 2 թունել հորատված է։ Ընթացքում են բետոնացման, ջրամեկուսացման աշխատանքները։ 15 կամուրջներից 14-ի վրա ինտենսիվ շինարարություն է։ Ընդհանուր գործի կեսից ավելին արված է։ Մոտ 215 միլիոն դոլարանոց այս ծրագիրը սյունիքցիների կյանքում արդեն փոփոխություններ բերել է։ Բնակիչներն էլ վստահեցնում են, որ նախ այս տարածքում սկսել է բիզնես հետաքրքրությունը ավելի մեծանալ, բնականաբար դրանով պայմանավորված նաև անշարժ գույքի գներն են փոխվել տարածքում, բազմաթիվ սյունեցիներ, Մեղրի եւ Ագարակի եւ Հարակից բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ ներգրաված են բուն շինարարական գործընթացում։ Շինհրապարակում ամեն օր աշխատանքի է դուրս գալիս ավելի քան 600 մարդ։ Այս փուլում միջին օրական կատարողականը գնահատվում է շուրջ 60 միլիոն դրամ։ Հյուսիս-հարավի այս հատվածում գործը պիտի ամփոփեն 2027-ի տարեվերջին, Քաջարանի թունելի շինարարությունը 2032-ին։